ոչ մի ավել բան։ Իհարկե սա ծիծաղելի է, իհարկե շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում, բայց ոչ մի զարմանալու բան։ Մենք 7 տարի այդ միջավայրում ենք ապրում ու ես ընդհանրապես չէի հասկացում, որ այսպես է լինել։ Երեք ինչ-որ մեկը ամբիոնից աշխատին փռելուց էր խոսում։ Ով ժողովրդի կամքին հարկադրել։ Դե իր մարմնի ջրաձգումները խոսում են նրա մասին, որ այդ մարդը կռուգավորի ճնշման տակ է, Ալիևը ճնշում է, Ամերիկան ճնշում է, Ռուսաստանը ճնշում է, երևի Աննան ճնշում է, Գյումրիի ընտրությունները ու ենթադրյալ արդյունքները Գյումրիի ճնշում են, դե մարդը ինչ որ մի ձևով պիտի հոգեկան բավարարվածություն ստանա։ Հիմա ինչ եք մտածում, այս ամեն ինչ հետևանքներ կունենա եւ արդյոք սա ինչ որ ձևով բացաբար կա։ Ես վստահ եմ, որ գյումրեցիների որոշման վրա սա ոչ մի կերպ չի ազդելու։ Ես վստահ եմ, որ ոչ մի տեսակի վախի մթնոլորտ Գյումրիում չի լինելու, որովհետև գյումրեցին վախկոտ չի, գյումրեցին մարտի 30-ին, ինչպես եւ որոշել է, գնալու է ընտրատեղամաս եւ ձայնը տալու է ընդդիմադիր տեխնացուներից որևիցե մեկին։ Եթե իրենց թվում է, որ այսպիսով կարողանալու են ճնշել հետեւյալ ընդդիմադիր տեխնացուին կնեք, ասենք մարդը նվազագույնը մանկամիտ պիտի լինի, որ օրինակ մտածի նման բաներով, օրինակ մարդունին կարողանալու է ճնշել։ Կամ չգիտեմ, ինձ կարողանալու են ճնշել։ Ճնշվող լինեինք, այս 7 տարվա ինչ որ մի կերպ ճնշվել ենք։ Շտաբերում ոչ մի բան չեն հայտնաբերել։ Մեր շտաբերում դեռևս չէ, ոչ շիբին, ոչ տանգ, ոչ բրոնեժիլետ, ոչ Հովիկ Աղազարյանի հեռախոսային զրույցներ, ոչ մի բան նման դեռևս չեն հայտնաբերել, բայց կարող է եւ կան հայտնաբերել։